Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը եւ ուզում ենք ասել, որ յուրաքանչյուր պետության հիմքում երիտասարդության ներուժն է, քանի որ հենց նրանք են շարժիչ ուժը։ Ինչու այս մասին հիշեցինք, քանի որ այսօր անցկացվելու է հզոր համայնք միջմարզային 5-րդ կրթական միջոցառումը, որն ավանդաբար համախմբում է Հայաստանի մարզերի երիտասարդների եւ տարբեր ոլորտների լավագույն մասնագետներին եւ գործարարներին, ինչի առթիվ մենք ունենք շատ հետաքրքիր հյուրեր։ Այո, այս թեմայի շուրջ կզրուցենք հզոր միտք հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգողներ Տոնա Պապիկյանի եւ Ստելլա Ավետիքյանի հետ, արդեն որերորդ անգամ ձեզ բարի գալուստ եմ ասում մեր տաղավար, բարի լույս։ Բարի լույս, նորից շնորհակալ ենք շատ, այո, հյուրընկալության համար եւ ուրախ ենք եւս մեկ անգամ այս միջոցառման մասին ձեր տաղավարից պատմելու։ Ժամանակ է մեր հաղորդումը ձեր կողքին է, ամփոփում ենք ամեն ընթացիկ միջոցառում եւ ժամանակն է խոսելու արդեն 5-րդ կրթական, միջոցառման մասին։ Այո։ Եթե այսպես շարունակական է այս միջոցառումը, նշանակում է բոլոր նախորդները հաջողել են եւ դուք այսպես խրոխտ եւ համարձակ քայլերով գնում եք առաջ։ Խնդրում եմ պատմեք 5-րդից, քանի մասնակից ունենք եւ առհասարակ համեմատություններ տանենք նաեւ նախորդ տարիներին, չէ՞։ Այո, ոնց նշեցինք, այո, արդեն 5-րդ տարին է, ամեն տարի կազմակերպում ենք հզոր համայնք խորագրով միջոցառումը, որը համախմբում է բոլոր մարզերից, Հայաստանի բոլոր մարզերից ջավախքից երիտասարդների, այս տարի շուրջ արդեն 700, անցած տարի ունեցել ենք շուրջ 780, այս տարի եւս մոտ այդքան են երիտասարդները, եւ ինչ ենք անում, այդ օրը երիտասարդներին համախմբում ենք մեկ հարթակում, որտեղ եւ ունենում ենք բանախոսություններ եւ ծանոթություններ, network ժամ, որտեղ ծանոթանում են տարբեր մասնագետների հետ եւ այդ օրը բացի երիտասարդներից ունենում ենք նաեւ խոսնակներ եւ գործարարներ, մասնագետներ, շուրջ 100 գործարար մասնագետ ենք ունենում այդ օրը, որտեղ իրենք ոչ միայն իրենց փորձով են կիսվում, այլ նաեւ փորձում են երիտասարդներին եւ մասնագիտական ուղղվածությամբ աջակցել, կողմնորոշել, եւ նաեւ ինչու ոչ համագործակցություններ գտնել։ Եվ ինչպես ասում են, յուրաքանչյուր գործի շարունակականության եւ հաջողության երաշխիքը չէ արդյունքն է։ Խնդրում եմ ասեք, քանի որ այս տարվանը դեռ նոր է սկսվելու, այսօր է սկսվելու, ամփոփենք նախորդ տարվանը, ինչ արդյունքներ ունենք, քանի երիտասարդ վերջապես իր ուղին գտավ, ում հետ շփվեց եւ ինչ մասնագիտություն ձեռք բերեց։ Նախ նշեմ, որ մենք 19 թվականից աշխատում ենք մարզաբնակ երիտասարդների հետ, իրենց համար տարբեր կրթական ծրագրեր ենք իրականացնում, ճամբարներ, արշավներ, այսպիսի մեծ միջոցառումներ, նաև խրախուսում ենք, որ իրենց համայնքներում միջոցառումներ կազմակերպեն եւ այս հզոր համայնքն էլ ծնվել է մեր այցերի շնորհիվ, ամեն շաբաթ կիրակի մենք գնում ենք որևէ համայնք, երիտասարդների հետ ունենում ենք հանդիպումներ, ունենում ենք իրենց համար սեմինարներ, որից ոգևորված իրենք արդեն սկսում են համայնքում ծրագրեր իրականացնել։ Առաջին հզոր համայնքը մեկնարկվել է հենց այս երիտասարդներին համախմբելու մտքով եւ արդեն քանի որ ֆորմատը սիրվեց, շարունակական դարձավ։ Իսկ ֆորմատը սիրվելուն զուգահեռ նաեւ ինչպես նշեցիք, արդյունքներ ունենք։ Արդյունքները ավելի շատ տարածվում են երիտասարդների մտածողության փոփոխության, երիտասարդների մոտ համագործակցությունների ստեղծման, երիտասարդ գործարար համագործակցության ստեղծման շուրջ եւ այս կետերը տեսնելով հասկանում ենք, որ մեզ սպասում են, միջոցառմանը սպասում ենք եւ արդեն 5-րդ տարին է, որ իրականացնում ենք, այսօր տեղի կունենա եւս մեկ անգամ միջոցառումը, վստահ ենք շատ ուժեղ կանցնի, որովհետեւ մարզերից երիտասարդները շատ անհամբերությամբ են սպասել եւ գալիս են այստեղ թե կապեր տանելու, թե գիտելիք տանելու։ Կասեք աղջիկներ, քանի որ դուք էլ երկուսդ հիմքից եք, այս միջոցառման հետ, արդեն նայում եք կողքից նոր մասնակիցներին, հին մասնակիցներին, ինչ եք նկատում փորձի փոխանակման առումով։ Մարդիկ այս կարելի ասել միջոցը օգտագործում են, որպեսզի նոր կապեր ձեռք բերեն իրենց հաջողությունների համար, այդ առաջինը, երկրորդը դուք ինքներդ այսքան տարի տարբեր տեսակի երիտասարդների եւ տարբեր ոլորտի մասնագետների հետ շփվելով, ինչ նոր հաջողություններ եք հասցրել գրանցել։ Մեր ծրագրերը իրականում այս նաև կապերի շնորհիվ մեծանում են, դա որպես մի փոքրիկ նաև հաջողություն կարող են գրանցել, բայց անդրադառնալով հենց միջոցառման մասնակիցների ձեռք բերածին, այո, ամեն տարի նայելով միջոցառմանը, ավարտին արդեն ամփոփելով արդյունքները, նկատում ենք, որ հաջորդ տարի կարող է նույն երեխան գա, բայց արդեն այլ նպատակով։
Օրինակ, եթե այդ օրվա ընթացքում դե բնականաբար չի ստացվում 100-ի հետ էլ ծանոթանալ եւ 100-ի հետ էլ կապ ստեղծել, հաջորդ տարի կարող է ինքը գա արդեն այլ նպատակով, թիրախով, որ ես այս բաները պիտի անեմ եւ արդեն կրթված է ինչ որ այո, եւ մենք ունենք երեխաներ, ովքեր որ հենց չեքլիստով էլ գալիս են, որ ես այս մարդուց սա պետք է հարցնեմ, որովհետեւ դա իմ ոլորտի, դա իմ մասնագիտության հետ կապված է, կամ այս համագործակցությունը ուզում եմ ունենալ եւ այլն, այսինքն այդ արդյունքները տարին տարի վրա շատանում է ու ավելի զգացնել է տալիս, որ երիտասարդները իրոք փոխվում են ամեն տարի։ Իսկ հաջողության պատմություններ ունեք, որոնք կան արդեն ուզում եք կիսվել։ Այո, օրինակ ունեցել ենք դեպք, որ միջոցառման օրը համագործակցություն է հենց եղել գործարարի եւ մասնակցի միջև, պատմել է ոնց որ իր գործունեության մասին պատմել է երիտասարդը ու գործարարը աջակցել է ու ինքը հիմնել է փոքրիկ տպարան իր գյուղում։ Այսպեսի փոքրիկ ինչ-որ դեպքեր փոքրիկ դեպքեր, որոնք մեծ պատմություն են կերտում։ Կամ իր երիտասարդական կենտրոնի համար ինչ-որ գույք է ձեռք բերել, ինչ-որ մի փոքրիկ աջակցություն թեկուզ նրա համար ինչ որ ինքը ուզում անի համայնքում։ Նրանք ասում են փոքրիկ դեպքեր, բայց դրանք բեկումնային մեծ իրադարձություններ են հատկապես գյուղում եւ մարզերում ապրող երիտասարդների համար։ Իսկ հետաքրքիր է, այս տարի կան նոր մասնագետներ, նոր մասնագիտություն կրող մարդիկ, որոնք իրենց փորձով ուզում են կիսվել։ Իհարկե, ամեն տարի ընդլայնվում են մեջ հյուրերի, թե ցանկը, թե մասնակիցներն են նորեր լինում, թե հյուրերն ու խոսնակներից են ունենում նորություններ, թեմաները ընտրում ենք նախապես բնականաբար, բայց փորձում ենք նաև հյուրերի տեսանկյունից մաքսիմալ այնպես անել, որ տարբեր ոլորտներից լինեն, որովհետև երիտասարդներն էլ շատ պահանջներ ունեն, ինչպես նշեցիք այդ ուղղությամբ, տեսնում են հյուրերի ցանկը, մենք մեր միջոցառման իվենթում ներկայացնում ենք հյուրերին, տեսնում են օրինակ ֆիզիկոս չկա, գիտնական չկա, ասում են, բայց ես ֆիզիկայով հետաքրքրված եմ, խնդրեմ այդ ուղղությամբ նաև հյուր կհրավիրեք, մենք էլ հոժարական գտնում ենք գաղափարակից այսպիսի մարդիկ ու ներգրավում։ Իհարկե մենք էլ մեր հերթին փորձում ենք այն խնդիրները, որոնք որ տեսնում ենք երկրում, օրինակ որ գիտության ոլորտում ունենք խնդիրներ, երեխաները չեն ուզում ուսուցիչ դառնալ, ինչքան էլ ցավալի է, կամ ռազմական գործ գնում են այն մարդիկ, ովքեր որպես վերջին պլան այդպես դիտարկում են։ Հիմա մենք փորձում ենք այս ոլորտները կարևորելով նաև իրենց դերը բարձրացնել, դրա համար ոչ միայն ժամանակին համընթաց, այլ նաև որպեսզի կարիքից մահանան այն մասնագիտությունները, որոնք այսօր քիչ թե շատ այո մոռացվում են։ Ձեր մոտեցումը կարևոր է, որ դուք գնահատում եք իրավիճակը, փորձում փոխել իրականությունը, բայց այդուամենայնիվ երիտասարդների, երեխաների պահանջը ինչ մասնագիտությունների հանդեպ է, այսինքն ինչն է նրանց հետաքրքրում, որքան էլ դուք աջակցեք նման մասնագիտություններին ընթരാճ գնալու։ Ցավոք սրտի այդ մասնագիտությունները չէ, ինչու եմ ասում ցավոք սրտի, որովհետև շատ, այսպես ասած, մոդայի հետևից են ընկնում երիտասարդները, լսելով, որ ավելի օրինակ լավ է այս մասնագիտությամբ գնալը, բայց գուցե պահանջարկ չկա այդ մասնագիտության մեջ։ Մենք այս այնքան ունակություններ կամ այո, կամ ինքը չի գնահատել իր բնույթին համապատասխան մասնագիտություն չի, այսպես ասած, բայց գնում է այդ մասնագիտությամբ, որովհետև իրան թվում է, թե դա պահանջարկ ունի։ Մենք նույնիսկ այս խնդրին անդրադառնալով ունենք ծրագիր, Բեկման օր է կոչվում, որի շրջանակներում փորձում ենք երիտասարդներին ծանոթացնել այն մասնագիտության հետ, որ ինքը ուզում է դառնալ։ Օրինակ, եթե ուզում է դառնալ իրավաբան, մենք տանում ենք իրեն իրավաբանական գրասենյակ, ամբողջ օրը անցկացնում է իրավաբանի հետ, հարցեր է ուղղում, այսպես ասած կողքից նայում է, թե ինքը 10 տարի հետո ոնց է լինելու կողմնորոշման։ Այո, եւ այդ օրվանից է սկսում արդեն կողմնորոշվել, ես ուզում եմ դառնալ այդ մասնակետը, թե դա իմը չի, որովհետև շատ ուսանողներ հիմա ունենք, որ օրինակ ուսանողի տանել բնակվում են, գալիս են ու կեսից արդեն հասկանում են, որ բայ չէ, սխալ ընտրություն եմ կատարել, սա իմ բնույթին, սա իմ էությանը համապատասխան մասնագիտություն չի, ես ավելավա չգիտեմ, գիտությամբ գնայի կամ այլ ոլորտով գնայի ու փոխում են իրենց մասնագիտությունը։ Ու մենք հիմա փորձում ենք նեցանենք, որ մինչև հասնելը համասարան իրենք այդ խնդիրը Երանի մեր ժամանակից չէ, նման ծրագրեր Ինչքան հիմա պարզեցված, ավելի հանրամատչելի, օգնող ծրագրեր կան այո երիտասարդների համար, որովհետև այս բարդ աշխարհում իսկապես շատ դժվար է կողմնորոշվել այդ ձեր ասած մոդայիկ մասնագիտությունները ամեն օր սնկի նման մի նոր աճում է եւ երեխաները կարելի է դեռ այդպես ասել, որովհետև այդ 16-17 տարեկան, հա, դեռ պատկերացում չունեն ինչով են ուզում զբաղվել ապագայում։
Հետո մյուս կողմից էլ շատ ծրագրեր կան ու կառույցներ, ովքեր որ աշխատում են երիտասարդների վրա, որպեսզի իրենց խելացին հավաքեն, այսպես ասած, օրինակ երկրից դուրս հանելու համար ու դուք պահում եք։ Այո։ Ու այս ուղղությամբ էլ թրենդային մասնակցություններն են ավելի շատ ռոպագանդում, դուրս գնալն են ռոպագանդում։ Հիմա մենք փորձում ենք դրան մի փոքր ոնց որ այլ ուղղությամբ մոտենալ, երիտասարդներին այլ ուղղություններ ցույց տալ։ Բայց հետաքրքիր է, երբ 4-ս էլ փաստենք, որ թրենդային մասնագիտություններ ընտրողները մնում են Հայաստանում, վլոգերներ, բոլորին ողջունում եմ, ընկերներ ունեմ նրանց շարքերում, բայց օրինակ ֆիզիկոսներ, քիմիկներ կարծես թե դուրս են գնում, որովհետև իրենց ասելով այնտեղ գնահատվում են։ Շատ ցավալի իրականություն եւ հուսով եմ ձեր նախաձեռնությունների նման նախաձեռնությունները պատճառ կդառնան, որ մեր երկրում քիմիկները, ֆիզիկները, բժիշկները ու նման կարևոր մասնագիտության մարդիկ ավելի գնահատված լինեն։ Այս բային դրա վրա եւս փորձում ենք աշխատել։ Տենդենցիան այնպեսին է, որ նաև գիտնականների համար է հնարավորություններ մեծանում, իրենք էլ են փորձում իրար մեջ հնարավորություններ կիսվել, ու այդ ուղղությամբ էլ ունենք նախագիծ գիտական meetup-եր կոչվում, որ ամեն ամիս հավաքում ենք տարբեր ոլորտներից գիտնականներ միմյանց հետ կապելու, ծանոթացնելու ու ցույց տալու, որ տարբեր ուղղություններով համագործակցելով իրենք էլ կարող են Հայաստանում մնալ, հաջողել, որովհետև նաև կան օրինակներ։ Իսկ հետաքրքիր է, քանի որ տարբեր տեղերից են, հա, երիտասարդները կայի, Ջավախքից, Հայաստանի տարբեր մարզերից, կասեք բնութային տարբերություն կա մասնագիտական առումով եւս, քանի որ մասնագիտությունը դա որոշակի մարդու բնույթից է բխում։ Հետաքրքիր է, եթե որոշակի մոնիտորինգ հասցրել եք անել, կա բնութային տարբերություն ըստ մարզի կամ ըստ այն տեղի, որտեղ ընդհանրապես մարդը մեծացել է կամ ապրում է։ Երևի ավելի շատ կա MPC համայնք տարբերությունը նրանից է կախված, թե որտեղ ով է աշխատել, այսպես ասած։ Մարզեր կան, որտեղ որոշակի բնույթի կառույցներ են աշխատել, մարզեր կան, որտեղ շատ քիչ են ծրագրեր իրականացվել, ու ըստ այս ֆակտորների արդեն ազդեցություն տեսնում ենք, որտեղ են ավելի շատ թրենդային ուղղությամբ գնում, որտեղ են գնում ծնողների այսպես ընտրածով, որտեղ են գնում գյուղատնտեսությամբ օրինակ շատ քիչ տեղերում, ցավոք, բայց կան երիտասարդներ, ովքեր ընտրում են գյուղատնտեսությունը, ելի դիտարկելով, որ ինքը կարող է դառնալ շահութաբեր։ Facebook-ում նկատելի է, որ գյուղատնտեսությունը, գինեգործությունը երիտասարդների համար եւս դուք էլ կհամաձայնեք հետաքրքիր ճյուղ է դարձել։ Շատ հեռանկարային, այո։ Դա ենք փորձում ռոպագանդել, որովհետև որպեսզի երիտասարդը մնա գյուղում, այո, պետք է աշխատանք, իսկ գյուղատնտեսությունը լավագույն ոլորտներից է այդ ուղղությամբ աշխատելու, հատկապես հիմիկվա, քանի որ տարբեր ուղղություններ կան, խելացի գյուղատնտեսությամբ, այո, զբաղվելու։ Եվ սիրելի ընկերներ, խնդրում եմ ասեք ձեզ դիմելու կարգը, գուցե հեռուստադիտողների մեջ լինեն ուսանողներ, որոնք չեն լսել երբևէ ձեր մասին, բայց հետաքրքրված են։ Հզոր համայնքին դիմելու մասին։ Այո, հա։ Հզոր համայնքին մասնակցելու համար պետք է լրացնել հայտադիմումը, որը հենց հզոր համայնքի էջում կցված է։ Հայտադիմը լրացնելուց հետո արդեն մեր թիմակիցները կապի են դուրս գալիս ու կախված արդեն թե որտեղից է մասնակիցը, արդեն կազմակերպում ենք իր գալը։ Իսկ ունեք ավելացնելու որևէ բան։ Միայն կասենք, որ հզոր միտքը, քանի որ աշխատում է երիտասարդների հետ, ուրախ կլինենք այն մարդիկ, ովքեր որ հետաքրքրված են ուժեղ սերունդ ունենալու գործում, միասին աշխատենք այս երիտասարդների հետ, ել ավելի ուժեղացնենք ու մեր ապագան կարողանանք լավ կերտել։ Եվ մի այսպիսի հարց վերջում, ամենապասիվ եւ ակտիվ մարզը որն է դիմելիության առումով։ Հզոր համայնքի ամենաակտիվ մարզը Գեղարքունիքն է։ Շատ ակտիվ են իրենք։ Որ պատկերացնեք, ներես այս բան շուրջ 700 երիտասարդներ կան, ովքեր այսօր գալու են, շուրջ 150-ը հենց Գեղարքունիքից են։ Այո, բավականին շատ է։ Պասիվը։ Պասիվ չի ասի, որ պասիվ են, մնացածը ավելի համեմատությամբ ավելի sense բանով գնում են, բայց լորի մի փոքր ավելի քիչ են ուզում իրենց բնությունը թողնեն կան։ Այրած մոտ լավ է։ Այո։ Կախված է նաև թե որտեղ ենք մենք եղել հզոր մտքով, որտեղ որ եղել ենք ավելի շատ, Վայոց ձոր, Գեղարքունիք, Տավուշ, Շիրակ, Արագածոտ, այդ կողմերից ավելի շատ են երիտասարդներ գալիս, մասնակցում, ավելի հետաքրքրված են, որտեղ ավելի քիչ են եղել Նկարարատար, Մավիր կամ Ձորի
գոտայի։ Կողեք այդ սխալը։ Դուք էլ որովհետև հետո միասին բացողում այլ Հաջորդ տարի որ կան ձեր մոտ կասենք որ լորին ավելի շատ շատ լավ։ Շնորհակալություն ձեզ մեզ մոտ հյուրընկալվելու եւ այն լավ աշխատանքի համար, որ անում եք։ շնորհակալ շատ։ Սիրով հիշեցնենք, որ մեր հյուրերը Հզոր միտք հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգողներ Սոնա Պապիկյանը եւ Ստելա Ավետիքյանն էին։ Մենք շարունակում ենք մեր ընթացքը։